ցեղասպանությունը գործելու հարցում։ Նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ աշխարհի բազմաթիվ երկրներ ընդունել են հայոց ցեղասպանությունը, դատապարտել են հայոց ցեղասպանությունը, ընդունել են հայոց ցեղասպանությունը հերքելը քրեականացնող բանաձևեր օրինագծել։ Նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ջանքերով է Վատիկանում սուրբ պատարակ անցկացվել։ 100-րդ տարելիցին գերտերությունների ղեկավարներ են եկել այստեղ։ Ողջ հայ ժողովուրդը արժանապատիվ ներկայացել է որպես պահանջատեր եւ ոչ թե զոհի, այլ ինքնությունը պահպանողի եւ այս անմոռաց ինքնությունը ժառանգներին փոխանցելու։ Իրենք չէին կարող դա Սերժ Սարգսյանին ներել, այնպես ինչպես չեն կարող նախագահին ներել 42000 քառակուսի կիլոմետր հայրենիք պահելը, անկախ ազատ Արցախ ու անվտանգ Հայաստան պահելը։ Չեն կարող ներել միջազգային հարթակներում, արտաքին հարաբերություններում հայկական հաղթանակները, բա պիտի ցեղասպանության միջազգային ճանաչման եւ պահանջատիրության գործում ունեցած անուրանալի ավանդը ներեի։ Իրենց դավաճան Նիկոլը գնում է մագ, գետ մեկ բառ վախենում է ցեղասպանության մասին խոսի։ Նախագահի ցեղասպանության ուղված Թուրքիային ուղված կոչերը, որ պիտի ճանաչեք ցեղասպանությունը եւ առերեսվեք ձեր պատմության հետ, անուրանալի են։ Եվ գիտեք ինչ կա, այդ դավաճանների ասողը լինի, էլի թե ում պատասխանես։ Իրենց մասին պատմությունը գրելու է, որ իրենք կապիտուլանտ դավաճաններ են, հայկական ինքնությունը եւ 30 տարվա հայկական պետականությունը քանդելու ծրագրով եկածները։